Ողջույն հարգելի հետևորդներ, այսօր տաղավարից կապվել եմ Ստամբուլ եւ զրուցել եմ Ժամանակ օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Քոչունյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Քոչունյան։ Ողջույն։ Շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար։ Նմանապես։ Պարոն Քոչունյան, իհարկե շատ քննարկելու բաներ կան, հարցեր կան, սակայն նախ եւ առաջ անդրադառնանք եւ խոսենք ամենավերջին, ամենաթարմ իրադարձությունից եւ այսպես Պոլսո հայոց պատրիարք arczepiskopos Սահակ Մաշալյանը Մայր Աթոռի եւ Հայաստանի իշխանությունների միջև լարվածության միջոցին հանդես է եկել լուծման տարբերակով, առաջարկելով ստեղծել հոգեվոր նոր խորհուրդ, սինոդ, որը պետք է ներառի նաեւ այն բարձրաստիճան հոգեվորականներին, որոնք որ միացել են Հայաստանի վարչապետին, Հայաստանում այս քայլը տարբեր կերպ է ընկալվել, բայց եւ նաեւ շատ տարածվել է այս լուրը։ Դուք ինչ եք կարծում, ըստ որն էր arczepiskopos Մաշալյանի այս քայլի նշանակությունը, սա հոգեվորականությանը համախմբելու, թե նաեւ կողմնորոշում արտահայտելու ձև էր իր կողմից։ Խնդրեմ։ Ուրեմն Մաշալյան Բադրյակի այս ելույթը նախ եւ առաջ Հայաստանից Արաքելական եկեղեցու վարչական ավանդույթներին ոգուն հարիր վիճակ չէ, որովհետև ի դարբերություն մնացած ուղղափառ եկեղեցիների Հայաստանից Արաքելական եկեղեցու ղարավարումը երբեք սինոդականությամբ չէ եղած։ Մեր եկեղեցի ժողովրդավարական եկեղեցի է, ժողովրդավար եկեղեցի է, ճիշտ է որ ասի որոշ լոզունգ է թեկուզ, բայց այսինքն մեր եկեղեցու էյության հարիր դարբերակ չէ, որովհետև մեր եկեղեցին արդեն ունի իր կառույցները եւ եթե այսպես զուտ հոգեվորականներից բաղկացյալ չագերդի մեջ ասենք այդպես սինոդի նմանությամբ մի բանի անհրաժեշտությունը որ լինի, դա կարող է բացառապես ամենայն հայոց վեհապար հայրապետի գամքով լինի։ Հիմա արգա իրավիճակի մեջ Սանկտ Պոլտենի եպիսկոպոսած հավաքը արդեն իր հայտարարությամբ շատ գառուցողական մոտեցումներ արտահայտած է իշխանությունների եւ եկեղեցու հարաբերությունները բնականon հուն վերադարձնելու տեսակետը եկեղեցու ընթացքը ըստ էության քաղաքականության զերծ բահելու եկեղեցու քաղաքականության միջամուխ դարձածելու դեպավորությունները չրելու տեսակետը Եվս առավել, այսինքն հասարակության մեջ որպես դիրաթավ ընկալված եպիսկոպոսների բարակային նույնիսկ այդ որակումը չէ դրված, շատ գառուցողական տեքստ եղած է։ Մաշալյան Բադրյակը նախ անհասկանալի պայմաններով բացակայած է Սենտ Պոլտենի հավաքին, որովհետև Վեհապար հայրապետը Հայաստանից դուրս գալու արգելքին պատճառով չէ գրծած մասնակցել։ Երուսաղեմի հայոց պատրիարքը ճամփորդելու արգելք առողջական պայմաններով բացակայած, այսինքն հարկելի եղած է։ Իսկ Սահակ պատրիարքի բացակայությունը գրիվ անհասկանալի է այս իրավիճակի մեջ, որովհետև նվիրապետական ապօրներից մեկի գահակալի ներկայությունը կարող է շատ ավելի, այսինքն տարբեր վիճակ ստեղծել։ Հետո ինքը առաջարկած է այնպիսի մի բան, որ եպիսկոպոսած ժողովի հայտարարության ոգու հետ դրամակցորեն դարբերության մեջ է, որովհետև եպիսկոպոսած ժողովն էլ ընդգծում է, եպիսկոպոսած հավաքը ավելի ճիշտ է, ընդգծում է, որ եկեղեցու բարեփոխման օրակարգը մնում է իզորու, բայց այնտեղ հստակորեն նշված է, որ Արտակո եկեղեցի է բարդատրանքներով բարեփոխումներ գադարվիլ է կամ այդպիսի ակնկալությունը մերժելի է, անընդունելի է։ Այսինքն Հայաստանից Արաքելական եկեղեցու ուրեմն վարչական կամ այլ հարցերու բարակային բարդատրված կարգադրություններով գնալը կնշանակե, որ Հայաստանից Արաքելական եկեղեցու աշխարհասփյուր հոդի խղճի ազատությունը վտանգված է։ Հետևաբար Բադրյակ Սրբազանի այսպիսի վարկածի ուրեմն հող նախապատրաստելը բացարձակապես անընդունելի է եւ բնականաբար անխուսափելիորեն դուր է բացում այն ուրեմն դեպավորության, որ այս պահի դրությամբ ուրեմն ինքը անձնական նկրդումներով, հավակնություններով առաջնորդվում է եւ սրա ամենավառ ապացույցը որ Հայաստանի մեջ
Վեապար հայրապետը գահանգեց անելու հետամուտ շրջանակները այսպես ոսկի կտածի նման Սահակ Մադրիարքի պատկամի վրա բաներած են ֆոկուս դրած են Պարոն Քոչարյան, որը այսինքն ճիշտ եմ Բոլսահյության հասկանում, որ պատրիարքը այս հայտարարությամբ դեմ է դուրս գալիս, այսինքն Գարեգին II-ին կամ հակառակվում են դրա դիրքորոշմանը։ Վեապար հայրապետի դեմ ակնհայտ հակադրություն է ես չեմ ցանկանում խնդիրը չափազանցել եւ կամ այնպիսի մեկնաբանություններով առաջնորդվել, որ հաջորդ քայլափոխին Բադրիարքին ինքնասրբակրվելու դեղը փոքրացնել կամ բանանել։ Ես վստահ եմ իրավիճակը սառնասրտությամբ դատելով Բադրիարք Սրբազանը գվերանայի իր դիրքորոշումը եւ բնականon հունի մեջ գվերադարձնե, բնականon հուն գվերադարձնե իր ուրեմն վերաբերմունքը, բայց այս պահի դրությամբ Բոլսո Բադրիարքական աթորի թրքայության տեսակետը բնին ուրեմն մտահոգիչ եւ դխուր երևույթ է այն որ Վեապար հայրապետը եւ Բոլսո Բադրիարքը այս խնդրի մեջ դարբեր ջամբարների մեջ են Սա հետագայում կարող է խզում մտցնել Էջմիածնի եւ իր կոկտեյլի նվիրապետական աթոռներից մեկի Կոստանդնուպոլսի պատրիարքարանի միջև։ Կոստանդնուպոլսո Բադրիարքական աթոռը ավանդաբար միշտ ուրեմն եղած է Մայրաթոր Սուրբ Էջմիածնի այդ ի հոգեվորս Հովանիի ներքև դվյալ ուրեմն վերիվայրում թարավոր այդ գաբը խանգարելու իզորու չեն կարա լինի, առավել եւս որ պատմության փորձը մեզ ցույց է տալիս այն որ ինքզինքը Մայրաթոր Սուրբ Էջմիածնից խզում է, գործնականորեն ինքը դուրս է դնում Հայաստանյաց Արաքելական Սուրբ Եկեղեցու ամբողջից։ Եվ մենք կարող ենք այնպես դրամաբանել, որ Բոլսահայ կամ թուրքահայ շատ ավանդաբաշտ ուրեմն համայնքը այդպիսի վիճակներ դժվար թե մարսի կամ այդպիսի վիճակներով դժվար թե հանդուրժի, որովհետև մենք իմանում ենք նաև, որ Բոլսահայ հոգևորական ստասու օրինակ երիցակույն անդամը Քերաշնոր Արամ Էպիսկոպոսը Աթեշյան մասնակցած է Սանտ Պողտենի հավաքին եւ իր դրական ներդրումը ունեցած է որբեսի մեր եկեղեցու գայունության մեր եկեղեցու կյանքերս ուրեմն միասնականության վերահաստատման ուղղյալ չանքերը արդյունավորվին այս բոլորը բավարար են երկարաժամկետ ուրեմն վտանգները չափազանցված նկատելու համար ես վստահ եմ Մաշալյան Բադրիարքի գործունեությունը մոտիկից դիտարկած լրագրող, մոտիկից հետևող լրագրող որպես ես վստահ եմ Բադրիարք Սրբազանը մի ճանապարհ կգտնի եւ այս անտառնալի ուրեմն բանից ճանապարհից հետ կկանգնի Արամ Աթեշյանի մասնակցությունը իրավացի նշեցիք, ուզում եի հենց այս համատեքստում հարցնել արդյոք նրա մասնակցությունը Ավստրիայի հոգևոր հավաքին, Ավստրիայում անցկացված վկայում է, որ Պոլսո պատրիարքարանում էլ հարցի շուրջ ամենևին միակարծիք չեն եւ տարակարծություններ կան։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի նկատմամբ հավատարմության ամենայն հայոց վեապար հայրապետի նկատմամբ որդիական պատասխանատվության մեջ չթերանալու խնդիրը միանշանակ ընկալված ուրեմն երևույթ է Բոլսայի հոգևորականից տասեններս ինչև այսօր Մաշալյան Բադրիարքն հագարակ ուղղությամբ ուսենք բան չէ հրահրած, խնդիրներ չէ հրահրած։ Սա մի բահ է, որ բոլորի տեսակետը եղած է արդարոց, բոլորի տեսակետը եղած է զարմանալի եւ այդ բոլորը հաշվի առնելով մենք բնականաբար դժվար թե խնդիրների լուծումը պատկերացնեինք Բոլսայի հոգևորականից տասեններս ստեղծվել հավանական անցանկալի բարակդումներով բարակային բայց մենք ինչպես որ ակնկալում ենք որ որպես բոլսահայեր, որպես հավատացյալ բոլսահայեր մեր հոգևորականից տասի անդամները համախումբ մնան իրենց բադրիարքին շուրջ, նույն ձևով մարդիկ ուզում են տեսնել, որ մեր բադրիարքն էլ համախումբ մնա ամենայն հայոց հայրապետին շուրջ, որովհետև Հայաստանյաց Արաքելական եկեղեցու նվիրապետությունը այնպիսին է, որ Բոլսո բադրիարքը մեր եկեղեցու պայմաններով ունի միակ վերաթասմը այս աշխարհի վրա, անալ ամենայն հայոց վեապար հայրապետն է։
Հետևաբար Բադրիարքը երբ որ իր հոդի եւ իր հոգեվորականած տասու հավատարմությունն է ակնկալում, բնականաբար ակնկալում, մեդալի մյուս երեսագին շատ բնական է, որ ինքն էլ իր այս աշխարհում գոյություն ունեցող միակ վերատասին վեապար հայրաբեդին նկատմամբ չտերանա հավատարմության մեջ։ Բայց կարող ենք պատրիարքալի ներսում պարակտման մասին խոսել կամ տարաձայնությունների կամ տարակարծությունների Մարիաթոր Սուրբ Էջմիածնի հարցեր կապված։ Ես չեմ կարծում, որ Բադրիարքարանում տարակարծություններ կամ բարակդումներ քննարարգային այս պահի դրությամբ, որովհետև Արամ Սրբազանը, որ օրինակ գնացել է Սանկտ Պոլտենի հավաքին, որևէ ուրեմն հրաբարակային հակատության մեջ չէ գտնված Բադրիարք Սրբազանին հետ, ամենայն հավանականությամբ հոգևորականած տասու անդամները անմիջական ասպես մեխանիզմներով ամենաբադիվ Բադրիարքի նկատառման հանցնում են, որ այս ընթացքը այդքան էլ ճիշտ չէ, մեր համայնքի, մեր Բադրիարքական աթորի թե շահերի տեսակետին նպաստավոր չէ եւ թե բարոյականության տեսակետին նպաստավոր չէ, էթիկայի տեսակետը խնդրահարույց երևույթ է, բայց հակված չեմ ես իմ դիտարկումներով խնդիրը խորացնելու, բարակդումների մասին խոսելու եւ այլն, եւ ես վստահում եմ Բադրիարք Սրբազանի աչալրջության, որ ան արդեն բարվոք ուրեմն մի ձև պիտի գտնի, ինչպես որ Սանկտ Պոլտենի հավաքին մասնակցած որոշ սրբազան հայրեր ուրեմն շատ հասունություն ցուցաբերեցին իրենց հոգևորականի գոչումին 100% հավատարիմ մնալով ուրեմն որոշ վերանայման ենթարկեցին իրենց դիրքորոշումը եւ հայ աշխարհաներս համատարած գնահատանքի արժանացան իրենց վերաբերմունքով նույն ուղին կհետևի նաեւ Բադրիարք Սրբազանը, որովհետեւ Բոլսի Բադրիարքը դուք իմանում եք բարիս բուն իմաստով Գարեգին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի ցերնասունն է Եկեղեցական Անտաստանեն վեապար հայրաբեդը Բոլսո Բադրիարքի արչև շատ ջանաբար հարթած է եւ թե ուրեմն իր գահագալի պատասխանատվության գշիրը եւ թե մարդկային հարաբերությունների ազդեցությունը ինձ թվում է բավարար կլինեն գանխելու համար իրադարձությունների ասենք աբակա մտահոգիչ ընթացքը։ Պարոն Քոչինյան, դուք ձեր խոսքում զարմանք հայտնեցիք Պատրիարք Մաշալյանի, Սակ arczepiskopos Մաշալյանի դիրքորոշման հետ կապված, կուզեի հարցնել այդ դեպքում ինչպես եք պայմանավորում նրա այս դիրքորոշումը, ինչ դրդապատճառներ կարող են լինել վերաբերմունքի փոփոխության, որովհետև հուլիսին կարծեք թե նա ավելի շատ հավասարության կոչ էր անում թե իշխանություններին, թե Մայրաթորին եւ նաեւ ինչ խոսքում նաեւ կոչ էր անում գնահատել մեջբեմեն վեապարի 25 տարվա ծառայությունը եկեղեցում, ի թիվս նաեւ այլ խոսքերի, եւ ընդհանրապես Հայաստանում կարծիք կա, որ arczepiskopos Մաշալյանը նման կարծիք կա նաեւ, որ կաթողիկոսական գահի հավակնություններ ունի։ Այս խոսակցությունները որքանով են ընդհանրապես իրատեսական։ Ես իրատեսական եմ համարում այն իմաստով, որ արդեն իշխանություն եկեղեցի հակադրության պայմանների ներքև մի քիչ այսպես վրդովեցուցիչ գացություն առաջացած է, որ հասարակության շրջանակներս հաճախ քննարկվում է, որ ամենայն հայոց վեապար հայրաբեդի անձը այս պետության կամ մի ուրիշ պետության ղեկավարի շահերի եւ այլ նախընտրություններից կախված եւ այլն։ Մենք չմոռանանք, որ Հայաստանից առաքելական եկեղեցին աշխարհացրիվ մի ցանց է եւ աշխարհի ամենադարբեր ուժային գետրոնների մեջ, ընդ որում իրարու հետ հագադիր ուրեմն բևերներում գտնվող ուժային գետրոնների մեջ ներկայություն ունեցող գենսունակ գենտանի մարմին է Հայաստանից առաքելական եկեղեցին։ Ինչպես պատմականորեն։ Եվ ամենայն հայոց վեապար հայրաբեդը այդ ցանցի գլուխը գտնվող մարդ որպես իր հոդի յուրաքանչյուր անդամի ուրեմն ազգային ինքնության եկեղեցական պատկանելիության խնդիրներով վերաբերյալ բարդավոր է բոլորի դեղական առանձնահատկությունները հաշվի առնելու։ Հետևաբար պատմության ընթացքին ամենայն հայոց հայրապետները միշտ որոշ ասենք կոնսենսուսներով, որոշ հավանություններով, որոշ ուժային լծակների եւ մեր ժողովրդի գամքի
համադեղումով ադեն ընդրված են, բայց մենք չպետք է այդ իրականությունը հասցնենք բերելով այն գետին, որ գիտեք մեր կաթողիկոսները ուրիշ երկիրների ազդեցությամբ, ուրիշ ղեկավարների ջնշումներով են բնորոշվում եւ այլն։ Հիմա մենք իմանում ենք, որ հանրապետական շրջանի, մասնավորապես Թուրքիայի հանրապետության շրջանի ամբողջ պատմությունը դարձելով, մենք կարող ենք միանշանակ համոզվել, որ Թուրքիայի հանրապետությունը միշտ անհանգստացած է եւ իր շահերին ներհակ համարած է այնպիսի երևույթները, դեպավորությունները կամ բնդումները, որոնց հիման վրա դեպավորությունը ստեղծած է, որ բոլսո բادرիարքական աթորի գահագալի միջոցով Թուրքիայի հանրապետությունը ուզում է ներազդել ուրեմն Հայաստանից արաքելական եկեղեցու վարչական գործընթացների վրա։ Մենք այս նույն բահերը ապրած ենք 1999 թվականի կաթողիկոսական ընտրություններից առաջ, երբ Երջանկայիշատակ Մութաֆյան Բادرիարք հավակնած էր ամենայն հայոց կաթողիկոս ընտրվել եւ այդ շրջանինալ նախընտրական շրջանում իր թույլ տված որոշ արտահայտությունները, գործունեության որոշ ցալկերը անհանգստություն առաջացուցած էին այն աստիճան, որ Հայաստանյան մամուլի մեջ ուրեմն հայտարարություններ եղած էին որոշ անձնավորությունների կողմից, որ սխալ է այս տպավորությունը, որ Թուրքիոպետությունը ուզում է միջամտի եւ այլն եւ այլն։ Հիմա այսօր Սահակ Բادرիարքը նկրդումներ ունի այն հաշվարկներով, որ վեապար հայրապետը կարող է սայթակի, գահնգեց լինի եւ ինքը կարող է այդ իրավիճակի մեջ դառնալ ամենայն հայոց կաթողիկոս։ Սա բոլոր եպիսկոպոսների բնական իրավունքն է իրականում եւ թաբու ել չէ այս խնդրի քննարկումը, բայց Բادرիարք Սրբազանը ամենայն հայոց կաթողիկոս դառնալու հավակնություն կարող է ունենալ, երբ որ մայրաթորը բնական ցևով թափուր մնա։ Հիմա դարբեր բան է, որ Բادرիարք Սրբազանը գործիք է դառնում մայրաթորը արհեստականորեն թափուր դարձնելու վիճակին։ Ընդ որում ամենայն հայոց վեապար հայրապետի հանգամանքը միջազգային եւ միջեկեղեցական կետնի վրա որևիցե ցևով հարցականի տակ չէ։ Վեապար հայրապետը աշխարհի բոլոր եկեղեցիների առաջնորդների կողմէ օրինական, իրավական, եղբայրական վերաբերմունքով հարաբերության արժանանում է եւ աշխարհի որ երկիրը որ գնում է, այս իրավիճակի մեջ վեապար հայրապետը Ֆրանսիա այցելեց օրինակ, այնպես չէ, անցյալ բաներ որոշ ժամանակ առաջ եւ որևէ խնդիր չկար, այսինքն եկեք հարցերը այսքան չփարթացնենք։ Բادرիարք Սրբազանը կարող է մի բան իր հավակնության այդ մարդկային, ասենք, բանով ազդեցության դակ մնացած լինի, որտեղ իսկապես ցավալի եղավ, որ Սանկտ Պոլտենում որևէ նվիրաբեդական աթորի գահագալի ուղարկած ուղերձը, դեսաուղերձը կամ բանավոր ուղերձը հետո հասարակության չմատուցվեցավ, բայց միայն բոլսո բادرիարքի ուղերձը հասարակության ուրեմն ինչ որ ձևով արդահոսքով հասարակության մատուցվեցավ եւ շատ կարեւոր էր որ այդ արդահոսքը եղավ բادرիարքարանի կողմէ այդ ուղերձի բնակրի պաշտոնական հրապարակումից առաջ, այսինքն տպավորությունը ստեղծվեցավ որ բادرիարքարանից կամ անգամ անձամբ Բادرիարք Սրբազանը կամ արդահոսք կազմակերպած է եւ կամ իր ուղերձը ուրիշների կողմէ գրված եւ հրապարակված է։ Երկու բարական էլ բոլսայության տեսակետը չափազանց անհանգստացուցիչ է։ Մենք որպես բոլսայեր չենք ցանկանում հավատալ, որ մեր բادرիարքը, որին մարդիկ այնքան սիրում եւ հարգում են, մեր բادرիարքը այսպիսի, ասենք, ջղջիմ հաշիվներու մեջ ներգրավված կարող է լինել, բայց ես կրկնում եմ, այսինքն Հեժ իրավիճակների մեջ կարող են սայթակումներ լինել, մենք վստահենք, որ Սահակ Բادرիարքը պիտի վերանայի իր դիրքորոշումը եւ այս ուրեմն փագուղի մեջ առանց խորանալու աչալուրջ հասուն անհրաժեշտ կարգադրությունները, անհրաժեշտ քայլերը պիտի առնի։ Իդեպ Պոլսայի համայնքի վրա ինչպես կարող է ազդել եւ համայնքում ինչպես են մտածում այս հարցի շուրջ։ Համայնքում գա խնդրի երկու երեսակ, մեկը զգացականն է։ Գիտեք, ավանդաբար թարերու խորքից բոլսում մայրիկներ, դադիկներ, որոնք իրենց ուխտի համար ինչ որ ասենք, ինչ որ եկեղեցու, ինչ որ բادرիարքարանի համար անգամ եթե միած սգիհի ծածկոց բանած են իրենց ցերկով,
որպես ուխտ, նույնը բանած եւ ուղարկած են նաեւ Մայրաթոր Սուրբ Էջմիածին։ Բոլսահայությունը ավանդաբար այնքան գապված եղած է Մայրաթորին եւ այնքան հավատք ունեցած է ամենայն հայոց վեհապար հայրաբեդի օձյալ աչի հզորության նկատմամբ։ Հետաբար մեր ժողովուրդի համար չափազանց անփախցալի է, նույնիսկ կարող եմ ասել հոգևոր անդորրությունը խանգարող հանգամանք է ամենայն հայոց վեհապար հայրաբեդի եւ բոլոր աթորի գահակալի, ասենք այսպես աններտաշնակ բանի հարաբերության մեջ լինելը։ Երկրորդը գա նաև ինչպես ասացի բեդության վերաբերյալ երեսակը, որ համայնքի տեսակետը չափազանց նուրբ է, որովհետև եթե Թուրքիայի բեդությունը հանկարծ անհանգստացավ իրեն վերաբերյալ ձալքերի ուրեմն այս բանով հավանականությունով կամ ասենք չափումներով այս խնդրի արձարծումը, բայց մենք իմանում ենք այնպես չէ որ Թուրքիայի հայ համայնքը դաստամյակներ է իվեր սպասում է ուրեմն Թուրքիա-Հայաստան հարաբերությունների բնականոնացումը։ Այսօր Անկարա Երևան առանցքին վրա անընդհատ իրավիճակ ստեղծված է։ Չնայած ձեռքբերումները աննախընթաց են, բայց process-ը ինքնին շարունակում է մնել բավական նուրբ, բավական դելիկատ process է։ Եվ Բադելյար Սրբազանի անձնական հավակնություններով այս դելիկատ իրավիճակի մեջ, այս նուրբ իրավիճակի մեջ process-ին անհարկի լրացուցիչ ձանրաբեռնվածություն պատճառել է մեր համայնքի շահերից չի բխում եւ ես գրկնում եմ, ես վստահ եմ Բադելյար Սրբազանը այս բոլորի լույսին տակ անհրաժեշտ հետևությունները, դատողությունները գանի եւ այս իրավիճակը վերջ կգտնի։ Շատ լավ, պարոն Քոչինյան, մի փոքր խոսենք հենց եկանք միջպետական հարաբերությունների մասին եւ այսպես այո, ինչպես նշեցիք, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ աննախադեպ կարգավորման գործընթաց է կարծեք թե գնում, բայց սակայն իրավիճակը բավական նուրբ եւ փխրուն է մնում եւ Հայաստանը գաղտնիք չէ որ սպասում է դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, բայց նախ եւ առաջ ակնկալություն ունի բացել ցամաքային սահմանը։ Դուք որպես հայ լրագրող գլխավոր խմբագիր եւ այս գործընթացին հետևող քաջատեղեկան ինչ է կարծում, սա որքանով է իրատեսական նման զարգացումը, կարող ենք մոտ ապագայում սպասել նման ընթացք։ Հայաստանի Հանրապետության վարչապետ բարոն Նիկոլ Փաշինյանը այսօր արդեն եթե չեմ սխալվում այսօր առավոտուն Լեհաստանում հայտարարել է որ այսինքն սպասվում է որ այսինքն ամեն բան կարող է մի բան լինել, բայց ի վերջո Թուրքիայից է գախված։ Հայաստանի ղեկավարությունը բարոն Փաշինյանի գլխավորությամբ անհրաժեշտ քաղաքական գամքը ցուցաբերած է հարաբերությունները բնականոնելու տեսակետը եւ Թուրքիայից էլ գնահատվում է այդ բանը բայց մյուս կողմից կան բնականաբար Ադրբեջանի մաքսիմալիստական ակնկալություններով վերաբերյալ գործոնները չնայած Երևանի եւ Բաքվի միջև խաղաղության համաձայնագիրը նախաստորագրված է բայց միշտ կան վերջնական ստորագրման համանացության փոփոխության այո վերջնական ստորագրման համար խաղաղության պայմանագրի ստորագրման հանգամանքը եւ գարձեմ այսօր կամ երեք նախագահ Ալիևը հայտարարեց կամ Բաքվից հայտարարվեցավ որ նախագահ Ալիևը Երևանում մայիսի սկիզբին նախատեսված ուրեմն Եվրոպայի քաղաքական համայնքի գագաթաժողովից պիտի բացակայի։ Հիմա նախագահ Էրդողանը դարեսկիզբին ուրեմն ավելի ճիշտ անցյալ դարեվերջին հայտարարած էր որ 2026-ի սկիզբին փոքր խորհրդանշական քայլեր կարող են լինել Թուրքիա-Հայաստան հարաբերությունների գծով։ Հիմա այս պահին արցանց դիվանագիտական անցագիր գրող մարդկանց համար վիզաներ դրամատրվում են։ Turkish Airlines-ը ուրեմն ամսի 11-ին, մարտ ամսի 11-ին պիտի սկսի ուղիղ չվերթները։ Հիմա նախագահ Էրդողանի նախատեսած ուրեմն այդ փոքր քայլերը այսքանով սահմանափակված են, թե ուրիշ բաներ էլ նախատեսված են, այդ բաները չենք իմանում, բայց դիվանագիտական անձնագիր ունեցողների համար ցամաքային սահմանի բացում եւ կամ երրորդ երկրների քաղաքացիների հիմա այդ վիդեոյի կարող են լինել խորհրդանշական այդ քայլերը։ Ցամաքային
Սահմանի վերաբերյալ սպասումները իհարկե այս գործընթացի մեջ գիզագետային են։ Պարոն վարչապետը այս արավոտ էլ ցամաքային սահմանի վերաբերյալ շեշտադրումներ ըրավ բնականաբար, իսկ մենք նույնիսկ կողմը իմանում ենք արդեն, որ Հայաստանը մարգարեի անցագետը ամբողջությամբ պատրաստած է, իսկ Թուրքիայի կողմից էլ շոշափելի քայլեր են առնվում, որպեսզի անցագետը պատրաստ լինի։ Հիմա համբերադար գործընթաց է։ Չի բացառվում, որ ոչ մի բան էլ չլինի արդյունքում, բայց ամենատեպս անցած 30 տարիների հետ համեմատած մենք տեսնում ենք, որ այս պահի գետը, այս պահի այսպես կոչված մոմենտումը աննախընթաց է։ Հիմա նախագահ Էրդողանը երբ որ այդ խորհրդանշական քայլերի մասին էր խոսում, մյուս կողմից Թուրքիայից հեշտում է, որ Հայաստանի բարակային ինչ որ առնով է Ադրբեջանի հետ ուրեմն համախոհաբար արվում է։ Հիմա այսօր հայտարարված է, որ ուրեմն նախագահ Ալիևը Երևանի այդ կակատաժողովին պիտի չմասնակցի։ Հիմա հարց է առաջանում, արդյոք խորհրդանշական քայլերի մասին արտահայտված նախագահ Էրդողանը արդյոք ուրեմն մայիսի սկիզբին Եվրոպայի քաղաքական համայնքի կակատաժողովին համար Հայաստան պիտի այցելե թե ոչ։ Կհետևի Ալիևի օրինակին թե ոչ։ Այս հարցի մեջ ալ Թուրքիան պիտի հետևի Ադրբեջանի օրինակին, թե օրինակ անգախ ուրեմն քայլը պիտի առնի։ Լիքը հարցականներ կան։ Մեզ համար էականը այն է, որ թե Հայաստանի եւ թե Թուրքիայի ղեկավարությունները չնայած գործընթացը ակնկալված չափով կամ ցանկալի չափով չի արականում, բայց զգուշությամբ ընդգծում են, որ բահում են իրենց քաղաքական գամքը։ Մենք չմոռանանք օրինակ համար, որ Իրանի վերաբերյալ իրադարձությունները ամբողջ դարանը մի օրից մյուսը հեղաշրջելու հավանականություն ունեն։ Եվ այս իրավիճակի մեջ տարածաշրջանի հավասարությունները, երբ որ այսքան հարափոփող են, երկու կողմերն էլ, այսինքն ընդ որում ըստ էության Թուրքիան էլ նախընտրում է որոշ չափով ժամանակ շահել, բայց սպահին կարևորը այն է, որ այսինքն այս պահին հորետեսության բավարար հիմքեր չի կան, ըստ երևույթին համբերությունը գարթարանա եւ որոշ դեղաշարժ կլինի, քանի որ Ադրբեջանի եւ Հայաստանի հարաբերությունների մեջ էլ որոշ դեղաշարժ եղած է։ Գիտեք, պարոն Քոչարյան, Հայաստանը ընդհանրապես փորձագիտական համայնքում այն միտքն է տարածված, որ Թուրքիան էական քայլ չի անի Հայաստանին ընդառաջ, մասնավորապես խոսքը ցամաքային սահմանի ամբողջական բացմանը վերաբերում դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, մինչև որ այսպես ասած չլուծվեն Հայաստան-Ադրբեջան խնդիրները եւ վերջնական պայմանագիր չստորագրվի։ Ստամբուլից եւ կոնկրետ ձեր աչքերով ինչպես է սա երևում։ Դուք կիսում եք այս կարծիքը, թե հնարավոր են այլ զարգացումներ։ Այս կարծիքը գիսել չգիսելու խնդիր չի կա, գիտեք, սա արդեն իրականություն է։ Այսինքն Թուրքիան Ադրբեջանի հետ ներդաշնակեցնում է, համադեղում է Հայաստանի հետ իր քաղաքականությունը։ Բայց միջպետական հարաբերությունները այնպիսին են, որ գիտեք, մի օրից մյուսը կարող է այնպիսի մի իրավիճակ առաջանալ, որը այդ սխեմայի մեջ անխուսափելի փոփոխություն կարող է առաջացնել։ Հիմա լիքը գործոն կա տարածաշրջանի վերաբերյալ, այնպես չէ, օրինակ Ադրբեջանը, ասենք, նույն եռանդով չի պաշտպանում գազի թադը Թուրքիայի հետ համեմատած, եւ կամ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների որակը եւ Թուրքիա-Իսրայել հարաբերությունների որակը բոլորովին տարբեր է։ Նույնը կարող ենք ասել Իրանի բարակային, նման բան կարող ենք ասել Ռուսաստանի բարակային, տարածաշրջանի մյուս գործոններու բարակային, նույնիսկ Վրաստանի բարակային։ Հետևաբար կարևորը այն է, որ այո, որքան որ մաշեցուցիչ լինի, որքան որ համբերությունը, այսինքն բաժակողորտելու դպավորություն լինի հանրային կարծիքի մոտ, եւ կամ նույնիսկ վիրավորական թվի այսքան ձգձգվելը եւ այլն, հիմնականը քաղաքական պրագմատիզմը նախատեսում է մի բան, որ ցանկացած բահին ինֆրաստրուկտուրան պատրաստ լինի հարաբերությունների բնականոնացման ուղղությամբ շոշափելի քայլ առնելու, որովհետև հանգարց մի ֆորս մաժորային իրավիճակ կարող է լինել,
որ այդ բահի հասունացման ուրեմն բանը չափազանց կարող է արականալ։ Եվ այդ մի բահին պետք է պատրաստ լինի։ Ըստ երևույթին Երևանի ղեկավարութենեն, մասնավորապես վարչապետ պարոն Փաշինյանեն, հնչած ուղերձները պետք է ընթերցել այդ ուրեմն առաջնահերթությամբ եւ Թուրքիայից էլ չի անդեսվում այս գամքը անհամեմատորեն Հայաստանի նկատմամբ խոսույթը մեղմացած է Թուրքիո մեջ հետևաբար ուրիշ ջար չի կա, այսինքն ուշադիր հետևել եւ սպասել։ Շատ լավ, շնորհակալություն զրույցի համար, պարոն Քոչինյան։ Ես էլ եմ շնորհակալ, ողջունում եմ մեր ուրեմն վստահանը։ Շնորհակալություն։ Հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, որ զրուցում էի Ստամբուլի ժամանակ հայկական օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Քոչինյանի հետ։ Շնորհակալություն, կհանդիպենք։